ինչպիսի դաժան ատելություն են տածում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Հիմա եթե վերադառնանք հրապարակին, մենք իհարկե սովոր ենք, դատական հայցեր շատ ենք ունեցել, այդ հայցերի մեծ մասում հաղթանակ ենք տարել, այդ նախկին ուրեմն կախյալ դատարանների պայմաններում բազմաթիվ հաղթանակներ ենք արձանագրել, բայց հիմա իրավիճակը փոխվել է, առաջ եթե մեզ դատի էին տալիս ընտանիքի անդամները, իշխանավորների կամ իրենց չորտար ենթականներ եւ այլն, գոնե ոչ առաջին դեմքերը, ապա հիմա մենք փաստ ունենք, երբ որ երկրի ղեկավարը, ասում են իր ծանր տեղը թեթևացրել է եւ դիմել է դատարան հրապարակ օրաթերթի դեմ մի անմեղ հարցադրումներով լի հրապարակման համար, որտեղ ընդամենը մենք իրեն վերադարձրել էինք իր գրած ստատուսները սրբազանների եկեղեցու դեմ, իր ոճով հեղինակը, այսպես ասած, պամֆլետ հրապարակախոսական մինյուտ էր արել, դավաճանում է արդյոք Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ, հրապարակումը պարզվեց, որ խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ հենց ինքը նույն օրը հայտարարեց, որ դիմելու եմ դատարան, ուրեմն դիմեց 1 միլիոն դրամի պահանջ ներկայացրեց, նաև փաստաբանի ծախսեր դրան գումարած եւ այլն եւ այլն։ Մոտ 6-7 ամիս դատավարությունը ընթացել է եւ մենք ունենք արդեն առաջին ատյանի որոշումը։ Ելնելով նրանից, որ մեր վեճի մի կողմում երկրի առաջի դեմքն է, վարչապետն է, մյուս կողմում մի անպաշտպան փոքր լրատվամիջոց է, ես կարող եմ այսօր գնահատել, որ վճիռը ի օգուտ մեզ է, ըստ էության, որովհետև դրամական պահանջն ամբողջությամբ մերժվել է, նույնիսկ փաստաբանի ողջամիտ ծախսերի մեծ մասն է մերժվել, այսինքն դատավորը փորձել է, այսպես ասած, ինչ-որ միջանկյալ ելք գտնել, որ ոչ արդարության դեմ շատ գնա, ոչ էլ վարչապետին զայրացնի, որտեղ հայտնի է, թե զայրույթը հետո ոնց է անդրադառնում իրենց պաշտոնի, իրենց հետագա պաշտոնավարման վրա։ Մենք իհարկե դիմելու ենք, հիմա արդեն պատրաստում ենք վերաքննիչ բողոքը, շարունակելու ենք, ուրեմն բողոքարկելու ենք դա, որտեղ այդտեղ բացարձակապես չկա զրպարտության նշույլ անգամ եւ նույնիսկ, չգիտեմ, վիրավորանք էլ չկա, այսպես ասած, մարդը, եթե ինքը գրում է դոմփել, մոմփել, մանկապիղծ, սրբապիղծ, չգիտեմ ես են, մի քաղաքացի էլ կարող է իրեն ինչ-որ հարցադրումներ անել, օդում պտտվող այդ լուրերը շրջանառել եւ հարցնել, բա եթե դու հարց ես տալիս կաթողիկոսին զավակ ունես, թե ոչ, մենք էլ կարող ենք քեզ հարցնել, լավաճանում ես արդյոք քո կնոջը, թե ոչ։ Դա քաղաքացի մասով, բայց պարզվում է, որ քաղաքացը չի բավարարում, այս իշխանավորներին, իրենք արդեն իրանց համար փոքր է, նեղ է այդ շապիկը, իրենք ավելի մեծ պատիժներ են ուզում լրագրողների համար, ուզում են, որ նրանք նստեն, դատվեն, հետապնդվեն, վարկաբեկվեն, այսպես հնարավոր ամեն ինչ պիտի անեն, որպեսզի լրատվամիջոցների կյանքը դժոխքի վերածեն, դրա համար ինչ են արել։ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, որ ասում Նարդոսի գործը կա, չէ, որ ինչ պատահեց, երբ որ երկու կտոր շաքար պակասեց Շաքարամանից։ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ես մի խմբագրական եմ գրել, ընդ որում ես խմբագրականներ գրում եմ 18 տարի շարունակ ամեն օր, շաբաթը 5 անգամ։ Հրապարակախոսական փոքրիկ 1500 միշից կազմված տեքստեր են դրանք, այդ օրվա իրադարձություններն են վերլուծում, իմ մեկնաբանություններն եմ տալիս, այդ խմբագրականի մեջ իշխանությունը տեսել է բռնության կոչ, բռնության քարոզի արդարացում, ենթադրյալ, այդպես ասենք, Եվ հենց 24 թվականի ուրեմն վերջին, ենթադրում եմ տենց հունվարին, նաև 25 թվականի, դատախազությունը մի գրություն է ուղարկում քրեական ոստիկանություն, ասում է, այստեղ կա այսպիսի հանցակազմ, խնդրում եմ քննել այդ գործը։ Եվ 25 թվականի հունվարից մինչև 26 թվականի ապրիլ ամիսը այդ գործը քննել են առանց ինձ տեղեկացնելու։ Իհարկե գործը հարուցել են փաստի առիթով, փաստը դիտել են այդ հրապարակումը, եւ ուրեմն մի ամբողջ տարի 2-3 ամիս
մեծ խումբ քննիչներ, որում ես գործի նյութերը նայեցի, դրանք ուրեմն 100 էջից ավելի գործի նյութեր են։ Այդքան աշխատանք են տարել այդ մի տարի երկու ամսում։ 4 քննիչ է փոխվել։ Մեկը ասել է ես զբաղված եմ, չեմ կարող զբաղվել, մյուսն ասել է ես չգիտեմ գնում եմ ուրիշ աշխատանքի, խնդրում եմ ինձ ազատեք, ես գործից երևում ա որ իրենք էլ են տեսել որ գործ չկա ամոթը հարուցել է։ Եվ ինչ են արել ուրեմն դատախազությունում են հայտնաբերել, որ այդտեղ կա բռնության կոչ, դիմել են ուրեմն ոստիկանություն ուղարկել է քննչական կոմիտե եւ մի տարի երկու ամիս քննել են։ Ուղարկել են բարեբախտաբար դատա լեզվաբանական եւ դատա հոգեբանական փորձաքննության այդ տեքստը։ Ուրեմն հարցադրումներ են արել փորձագետներին։ Կա արդյոք այստեղ բռնության կոչ, թե չէ։ Ովքեր կարող էին կարդալ այս տեքստը եւ դրանից հետո զենքը ձեռքն առնել ու դուրս գալը պայքարի։ Ուրիշ լիքը տենց հարցեր, փորձագետներին ուղղված։ Փորձագետները բարեբախտաբար, երևի իմ բախտից է, որ մի քիչ բարեխիղճ մարդիկ են եղել եւ օգտագործելով բազմաթիվ մի մեծ մենակ 3 էջ գրականության կցված գրականությունն է, թե ինչի հիման վրա են այդ փորձաքննությունը արել, գրել են, որ չկա այստեղ կոչ, ճիշտ է օգտագործված է զինվորականներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, տերմինները, բայց դրանք ընդհանուր հասկացությունների իմաստով են ձևակերպված, ոչ թե կոնկրետ որպես թիրախային խումբ, որոնց կոչ է անում Արմինե Օհանյանը գնան բռնություն գործադրեն։ Եվ մի խոսքով մի զավեշտի փորձաքննության եզրակացությունը կարդալուց ես բարձր ձայնով ծիծաղել եմ, որովհետև շատ զավեշտական է, որ իմ տեքստը նման վերլուծության է ենթարկվել, նման մանրակրկիտ ամեն բառը դրել են, ուրեմն պարզաբանել են, թե դա ինչ է իրենց ներկայացնում։ Ի վերջո դե քանի որ փորձագետները գրել են, որ բռնության կոչ չկա, ստիպված են եղել կարճման որոշում կայացնել։ Ես ենթադրում եմ, որ եթե մի փոքր ուրեմն կարճելու տեղ ունենային, գործը կհարուցվեր, բայց ուրիշ ավելի հետաքրքիր բան կա այս գործի մեջ։ Ուրեմն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել քննիչները։ Այդ հարցադրումները, որ տեսնեք, դրանք շատ բնութագրական են, էլի այս իշխանության համար։ Օրինակ, ասենք հարցադրում կա, ասում է, պարզեք, արդյոք Արմինե Օհանյանը կապ ունի այլ բռնության կոչեր անողների հետ, որոնք ասենք Facebook-ում նման կոչեր են տարածում։ Այսինքն եթե հանկարծ պարզվեր, որ ես, չգիտեմ ում հետ, ում ասեմ, Միքայել Աջապահյանի հետ առնչություն եմ ունեցել, մի անգամ սուրճ եմ խմել կամ շփում եմ ունեցել, իրենք կարող էին ասել, որ սա բանդա է, կազմակերպված իրար հետ գործել են, այն մեկը խմբագրական է գրել, մյուսը հարցազրույց է տվել, ոնց որ այսօր այդ երեխաների դեպքն են, չի արել, որ իր 3 հոգով մեկը կազմակերպիչն է, մեկը պատվիրատուն է, կամ օրինակ հարցադրում են արել, ինչ շահագրգռություն է ունեցել Արմինե Օհանյանը այս հրապարակումը անելիս, կա արդյոք նյութական շահագրգռություն, կա արդյոք պատվիրատու, դրթիչ, որը դրթել է նրան գրել այս տեքստը, դուք չեք պատկերացնի, սա այս քրեական վարույթը, որը նախաձեռնվել է 100 էջը, դա քաղաքական հետապնդման դասական ապացույց է, այդ ուղղակի գործի նյութերը դնես հրապարակես, ցույց կտաս, որ թե ինչ դատարկ, անիմաստ, փուչ գործով են զբաղված մեր իրավապահները, ինչպիսի պատվերներ են իրենց իջեցնում քաղաքական իշխանությունից, ինչքան անիմաստ ժամանակ են վատնում քննիչները, դատախազները, տարբեր տեսակի օպերատիվ աշխատողներ, եւ ինչպիսի կանխակալ վերաբերմունք ունեն ցանկացած խոսքի նկատմամբ, կլինի խմբագրի խոսք, լրագրողի խոսք, սրբազանի խոսք, քաղաքական գործի խոսք, կապ չունի։ Սա ըստ այդմ, եթե դա քաղաքական համարում է քաղաքական հետապնդման դասական օրինակ կարճման որոշումը քաղաքական որոշում է ըստ ձեզ, թե իրավական։ Գուցե կա նաև քաղաքական կոմպոնենտ այն իմաստով, որ թերևս ես կարծում եմ, այս բոլորը իհարկե ենթադրությունների դաշտից է, բան չունենք, այսպես ապացույցներ չունենք։ Ես ենթադրում եմ, որ մի տարի պահել են, մի տարուց ավելի պահել են այդ գործը, մտածել են, որ ինչքանով դա արդյունավետ կլինի դրա հարուցումը եւ բանը վերած աղմուկը
Էդ էլ կա։ Եվ աղմուկը իրենց օգուտ կլինի, թե վնաս կլինի։ Հիմա այս գիտեք, մի քիչ ես հասկանում եմ, որ շատ մեծ չի տարբերությունը խմբագրի, սրբազանի եւ մյուսի միջեւ, իրենց համար կապ չունի, հա, ով է խոսողը, բայց ամեն դեպքում միջազգային նաեւ ավանդույթներից ելնելով ես հասկանում եմ, որ խմբագրին զուտ խոսքի, զուտ իր հոդվածի համար մեղադրանք հարուցելը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց համար։ Իրենք երևի ինչ-որտեղ նաև ինչ-որ մարդիկ ձեռնպահ են մնացել այդ կտրուկ քայլերին գնալուց։ Եվ երկրորդն էլ կա, Նարինե ջան, գուցե ընդհանրապես սա, այսպես ասած, զանգ են հնչեցնում, վախեցնում են բոլորին, ցույց են տալիս, որ մենք ոչինչի առաջ կանգ չենք առնելու։ Մենք ցանկացած մեկի հանդեպ կարող ենք հարուցել քրեական գործ։ Այդ մեկը կլինի Արմինե Օհանյանը, որը 20 եւ ավելի տարի ընկերություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ, թե կլինի հարգված սրբազան եպիսկոպոս, թե կլինի բարերար, որը միլիարդները ծախսել Հայաստանում, իրենք ուզում են ասել, մենք չունենք կարմիր գծեր։ Դուք իմացեք, որ բոլորդ հարվածի տակ եք, բոլորիդ նկատմամբ կարող է հետապնդում հարուցվել, բոլորդ կարող եք հայտնվել բանտում։ Ինձ թվում է, dass մի քանի բան իրար գումարվել է ուղղակի։ Եվ մի բան էլ ավելացնեմ իմ խոսքին, ուրեմն պարզ է, չէ, որ այս քրեական վարույթը, որ իրականացրել են, նաև պետական միջոցներ են ծախսվել, չէ, բյուջեի միջոցներ են ծախսվել, այդքան մարդիկ վարձատրություն են ստացել, այդքան մարդիկ հնարավորություն չեն ունեցել այդ իրավապահները զբաղվելու ավելի կարևոր հանրային վտանգավորություն ներկայացնող գործերի քննությամբ ու բացահայտմամբ։ Եվ վերջապես փորձաքննության եզրակացության համար պետությունը վճարել է 198,000 դրամ։ Այդ 198,000-ի կեսը տային ինձ, ես կգրեի կտայի ես եզրակացությունը։ Հատա, խնդրեմ ներկայացեք ձեր հարցը։ 160 շատ ստարախաչատյան, Տիկին Օհանյան, իրավիճակը